Վստահության ամենամեծ քվեն հենց իրենց է տալու գյումրեցին, վստահ են հանրապետության երկրորդ քաղաքը 5 տարի ղեկավարելու հայտ ներկայացրած քաղաքական բոլոր ուժերի ներկայացուցիչները։ Իմ կարծիքով ամենաշատ ձայները հավակնում ենք մենք, մեր թիմը, մեր դաշինքը վերցնելու։ Եթե արեստացին եղավ, այսինքն բերում են, շրջիկ խմբերով փորձում են քվեարկել տալ, ուրեմն պատկերը այլ կլինի։ Մայր Հայաստան դաշինքի քաղաքապետի տեխնացուն վստահեցնում է, թիմում հաղթական տրամադրություններ են, ընտրողների ցուցաբերած ակտիվությունը իրենց լավ բան է հուշում, որ քաղաքի ապագայի մասին մտածող մարդկանց թիվը շատացել է նախորդ ընտրությունների համեմատությամբ։ Մայր Հայաստանը քաղաքական հակառակորդներին ոչինչ չունի ասելու, գյումրեցին այսօր բոլոր հարցերի պատասխանը կտա։ Մենք ոչ մեկի հետ չունենք թշնամական ոչ մի բան, բացի դրագանը տալուց, ջբիդը տալուց, լավ էմոցիան տալուց, ուրիշ ոչ մի բանի տալու ցանկություն չունենք։ Իշխանական տեխնացուի թիմում էլ տրամադրության անկում չկա։ ԿՊ-ի նախընտրական ցուցակի վերջին համարի խոսքով իրենց արած գործի արդյունքներին են սպասում ամբողջ թիմով։ Լարված աշխատանքային պրոցեսի մեջ ենք, մենք 15 օր քարոզարշավ ենք արել եւ այսօր մենք արձանագրելու ենք մեր արած աշխատանքի արդյունքները։ Ընտրողների ակտիվությունը ոգևորում է նաև Վարդան Ղուկասյանի ղեկավարած թիմին, չնայած տեղեկություններ ունեն, թե մի քանի ընտրատեղամասերում փորձել են զեղծարարություններ անել, բայց Կոմկուսի ցուցակով ավականի դառնալու հայտ ներկայացրած Ավետիս Առաքելյանի վստահված անձինք կանխել են։ Ակտիվությունը լավ է, կուտակումներ որոշակի տեղերում եղել է, այսպես կոչված Գձիեդև թաղամասում 58-ում մի քանի տեղ կուտակումներ եղել են, արագ արձագանքել ենք այդ ամեն ինչին, փորձում ենք էլի պայքարում ենք ամեն ձևով։ Պայքարը մինչև վերջ առաջ են տանելու նաև մյուս 5 քաղաքական ուժերը։ Ժամեր անց նախնական պատկերը կլինի, թե 5 տարի ով է ղեկավարելու հայրաքաղաքը։ Էդգար Ղուշչյան, Աշոտ Մնոյան, Հայլուր։